Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դավոսում ստորագրվեց Թրամփի խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Խորհրդին հրավիրվել էին ավելի քան 50 պետության ղեկավարներ, ներառյալ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները և ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ։ Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության առաջմղմանը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելով արտահայտել է իր պատրաստակամությունը միջազգային համագործակցության համար։ Դոնալդ Թրամփը Դավոսում հանդիպել է Ալիևի հետ, հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի բարելավումը, ներառյալ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ու հացահատիկի մատակարարումը։ Ալիևը շեշտել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և TRIP նախագծի կարևորությունը տարածաշրջանային կապերում։ Զրույցի ընթացքում խոսվել է նաև Թրամփի նախագահությամբ ստեղծված խաղաղության խորհրդի դերի մասին Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և համաշխարհային հակամարտությունների լուծման գործում։ Հայաստանը խաղաղության խորհրդին միացել է առանց պարտադիր անդամավճարի։ Տարածված լուրերին պարզաբանում է տվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը և նշել, որ անդամակցությունը ֆինանսական հատկացումների համավոր սկզբունքով է և անդամավճար վճարելը ոչ պարտադիր է։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել Միացյալ Նահանգների խաղաղության խորհրդի առաջարկը և խորհրդակցել գործընկերների հետ, որից հետո Ռուսաստանը կպատասխանի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ Մոսկվան պատրաստ է Միացյալ Նահանգների սառեցրած միջոցներից $1 միլիարդ հատկացնել խաղաղության խորհրդին։ Ամերիկայի Ատլանտյան խորհրդի հոդվածում ներկայացվել է TRIP նախագիծը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Ըստ հոդվածի, Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը ստորագրելով համաձայնագիրը պաշտպանել են դրա զգայուն մասը, Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձնելով զսպող գործոն։ TRIP-ը ապահովում է տարածաշրջանում նոր տրանսպորտային միջանցք, բարձրացնում ենթակառուցվածքների որակը, նվազեցնում եվրոպական մատակարարման ծախսերը և արագությունը ու ստեղծում հնարավորություն Հայաստանին ամրապնդել իր անկախությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Նախագիծը նաև տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտներ է խոստանում ինչպես Երևանին, այնպես էլ Վաշինգտոնին և ամբողջ Կասպյան տարածաշրջանին։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր ենթածրագիր 3 վարկային համաձայնագրին։ Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ $675 միլիոն։ Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պակասուրդի ֆինանսավորմանը։ Հայաստան հեղուկ գազ են մատակարարում 187 ընկերություններ։ Այս շարքից և ոչ մեկի մասնաբաժինը 10%-ը չի գերազանցում։ Հետևաբար, վառելիքի թանկացումը չի կարող կապված լինել հակամրցակցային պայմանավորվածության կամ գերիշխող դիրքի չարաշահման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Ըստ կառույցի ղեկավարի, հեղուկ գազի թանկացումը տնտեսագիտական դասական կանոնին համապատասխան եղավ։ Պահանջարկը շատ էր, առաջարկը քիչ։ Այսպես գները բարձրացան։ Հունվարի համար քանակի խնդիր չունենք, բայց անցյալ տարի հունվարել է, գրեթե նույնը կարող մի փոքր ավել լինի, բայց խնդիրը այն է, որ անցյալ տարի հունվարին էլ էր թանկ, հունիսին էլ էր թանկ լինում, այսինքն կա հեղուկ գազի թանկ ամիսներ, կա սեզոնի հարց, որը կապված է բնակլիմայական պայմանների հետ, այսինքն բերում են ապրանքը քչանում է, ճանապարհը քիչ է, թանկ են վաճառում, ես չեմ էլ ասում իրանք թանկ չեն վաճառում, բայց դա բիզնես կառուցվածք է։ Աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում են պահանջում Ախթալայի և Շամլուղի հանքերի մի խումբ հանքափորներ, ովքեր գործադուլ են հայտարարել իրենց պահանջների բավարարմանը հասնելու համար։ Վերջինների խոսքով իրենք ստանում են կատարած աշխատանքին խիստ անհամապատասխան փոքր աշխատավարձ։ Բացի դա, պղնձի միջազգային գները էականորեն աճել են, բայց վճարվող աշխատավարձը նույն մակարդակին է, ինչ նախկինում պղնձի ցածր գների ժամանակ։ Քանի մետր են ծակե, քանի տոննա են կարողացել հանքանյութ արտադրել եւ այդ ամեն մետրը եւ ամեն տոննան ունի իր արժեքը։ Խնդրում են, որ ավելացնել մետրի արժեքը եւ տոննայի արժեքը, այսինքն եթե մի տոննան արժե 1000 դրամ, իրանք խնդրում են սարքել 1500 դրամ։
օրինակի համար է։ Նաև պահանջներ կան, որ իրենք կատարում են ոչ միայն հորատողի, այլ նաև մի քանի այլ աշխատանքներ միասնաբար, սակայն դրա համար նույնպես չեն վարձատրվում։ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են արտաշիրիմում իրականացնել եւ իրենց հարազատների մարմինները բերել Հայաստան։ 33 մոտավոր պլյուս մինուսով հստակ թիվ չեմ կարող ասել, հուղարկավորված են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, բայց մեր խոսքը միայն չի վերաբերվում եղբայրական Ստեփանակ, այլ վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում 23 թվականին զոհված եւ հուղարկավորված, դա կլինի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, կլինի Ասկերանի շրջանում, կլինի Մարտակերտի Մարտունու, այսինքն խոսքը վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում հուղարկավորված մեր 23 թվականի զոհված զինծառայողների մասին է խոսքը։ Հետո էլ ասում են, ոնց ես չեմ հասկանում, իրանք հասարակ քաղաքացիներ չեն զոհված, իրանք զոհված զինծառայողներ են։ Հետո էլ ասում են զինվորի թիկունքը այսպես են պահում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողներին հայտնել է, որ ինքը պետական մարմիններից պահանջել է Նարեկ Սամսոնյանի վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով։ Հիմա չի կարող հրապարակային տեղեկատվություն ներկայացնել, քանի որ գործընթացը շարունակվում է եւ պետական մարմինները դեռ պետք է ներկայացնեն արդյունքներ։ Նա հավելել է, որ MIPI-ցերը իրականացվում են բացառապես տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով, երբ քաղաքացին բողոքում է կամ իր իրավունքների խախտման վերաբերյալ միջամտություն է պահանջում։ Նարեկ Սամսոնյանի հացադուլի վերաբերյալ Մանասյանը նշել է, որ հացադուլը անձի իրավունքն է եւ պետությունը իրավունք չունի հարկադիր սնուցում իրականացնել։ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ էր 14 օր։ Նրան կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց, բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ Արնո Բաբաջանյանի որդի Նարա Բաբաջանյանը հայտնել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի Սատանայի անիվը երգը ներկայացվում է սխալ հեղինակային տվյալներով, տեքստի հեղինակը նշված է Ռոբերտ Ռաժդեստվինսկին, իսկ երաժշտությունը Բաքվի բանահյուսություն։ Իրավիճակը պարզաբանելու համար նա դիմել է իրավաբաններին։ Սատանայի անիվը երգի երաժշտության հեղինակը Արնո Բաբաջանյանն է, իսկ տեքստինը Եվգենի Եվտուշենկոն։ Հիշեցնենք, որ այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակն է։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք ԱԱ-ն տարբեր անձանցից ձեռք է բերել եւ իրացրել շշալցված կեղծ օղիներ։ Խոզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կեղծ ալկոհոլի շշեր, պիտակներ եւ ակցիզներ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամ վնասը։ Քննությունը շարունակվում է։ Թեպետ կառավարությունից նախապես հայտարարել էին, թե վարչապետը չի մեկնելու Շվեյցարիա մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին, Թրամփի հրավերով Փաշինյանը արդեն այնտեղ է, որպես հիմնադիր անդամ ստորագրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Իշխանական պատգամավորներին հարց հենց այս մասին։ Նախնական տեղեկություններ կան, թե կառույցի անդամավճարը շուրջ 1 միլիարդ դոլար է կազմելու։ Մեր համար մեկ խնդիրն այսօր այդ կառույցում մանդատ ունենալն է, նույն գումարը այլտեղ որևէ այլ խնդրի լուծմանը հնարավոր չէ ուղղել։ ԿՊԱ-ականները առաջարկում են առայժմ սպասել, անդամակցության գինը դեռ վերջնական հաստատված չէ։ Կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին, տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել, դրա համար ժամանակին, երբ որ կգա ժամանակը վարչապետի աշխատակազմը դրա մասին անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը։ Իշխանականներին ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է հակադարձում Մամիջանյանի ձևակերպմամբ տրամաբանական հարցով։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի 1 միլիարդ դոլար, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ միլիարդ դոլարը, նույնիսկ եթե դա այդպես է, ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ։ Ամերիկայի նախագահը նաև որոշել է Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք սահմանել։ Թրամփի նախաձեռնությունը ինչ ազդեցություն կունենա մեզ վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարավային հարևանի հետ տնտեսական ամուր կապեր ունենք։ Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Արթուր Հովանիսյանը հիշեցնում է, Ամերիկա-իրանական հարաբերություններում լարվածությունը նոր չէ, իսկ Հայաստանը արդեն բալանսավորել է իր արտաքին քաղաքականությունը։ Մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում էլ համոզված են բալանսավորված արտաքին քաղաքականությունը այստեղ հարց չի լուծի։ Իրականում պետք է ընդունենք իրողությունն է։
Աշխարհը այլևս այն չափանիշներով, արժեչափերով, որ գործել է եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ինչ վերաբերում է Սյունիքի ամերիկյան ճանապարհին Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփին, ապա ընդդիմադիրները կառավարությունից այդպես էլ արձագանք չեն ստացել։ Արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ խաղաղության ու բարգավաճման երթուղու 74% մասնաբաժինը տնօրինող Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանցիների հետ քննարկում է այդ երկրի պետական ներդրումները այն մասնավոր ընկերություններում, որոնք էլ հենց զբաղված են լինելու մեր թրիփով։ Հունվարի 22-ին Հրաչյա Քոչար Վաղարշան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML-ը ու Hyundai-ին։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար տեղադրված լուսակիրին կոտրել այն եւ մասամբ հայտնվել հետիոտնի համար երթևեկելի գոտում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող մազ վերամբարձ կրունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կրունկավարը տեղում մահացել է։ Փրկարարության Երկնաձորի շրջփրկարական ջոկատիր շրջփրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։ Կրունկավարի 66-ամյա Գագիկի մարմինը դուրս բերելու համար։ Ժամանել են նաև ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հունվարի 21-ին 46-ամյա Ստեփանը Mercedes-ով Արցախի պողոտային վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օգնել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Հունվարի 21-ին Մայրաքաղաքում հայտնի բլոգերի տուն են թալանել։ Անհայտ անձը կամ անձինք մտել են Նորագավիթ 7-րդ փողոցի թիվ 17 տուն բակի կողմից։ Տակն ու վրա են արել ամբողջ տունը, հատուկ գործիքով էլ կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը։ Այնտեղ եղած ողջ պարունակությունն էլ հափշտակել։ Տունը պատկանում է Էրիկ Շահբազյանին։ Ժամանել են ոստիկանները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, դեպքի մյուս հանգամանքները բարձվում են։ Չհրկիզվող պահարանը կտրելու համար գործի է դրվել, այսպես ասած, բալգարկա, զարմանալի, որ բալգարկայի ձայնը չի լսվել։ Տեսախցիկների չիպերը, այսպես ասած, չիպերը այս նախնական տեղեկությունների գողություն կատարող անձիկ իրենց հետ տարել են, տեսախցիկներն գցել են ինչ-որ ջրի մեջ։ Վտանգավոր է, Վարդանանց 12 կոտորագերկու շենքը, որն ավելի շատ հայտնի է որպես կինոյի տուն, անվամբ փլուզման վտանգի առաջ է։ Խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի պատճառով էլ նկուղային երկու հարկում գործող ավտոկայանատեղիներում բարձի թողի վիճակ է։ Թե շենքի բնակիչները, թե կինոգործիչների միությունը եւ թե շենքում գործող ընկերությունների աշխատակիցները չգիտեն ում դիմել։ Հոտ կգար, կոյողուլներ հոտու, այսի, հեսա նայ ոնց է կատվում, ժողովուրդ։ Այսպես տակար են դրել ռետիներ, երբ ջուրը լցվում է, հետո գալիս են դույլերով դատարկում են։ Քաղաքային իշխանությունից մինչև կառավարություն ուր ասես, որ չեն դիմել քաղաքացիները արձագանք չեն ստացել։ Հուսով են, որ գոնե այս կադրերը տեսնելուց հետո ի վերջո արձագանքողներ կլինեն։ Կփրկեն շենքի թուլացող հիմքերը, ավտոկայանատեղի պատերն արդեն բորբոսել են ու նկուղային երկու հարկերի առաստաղներից ջուր է կաթում։ Եվ -1-ում եւ -2 ավտոկայանատեղում ահավոր վիճակ է։ Պատերի արանքներից կարելի ասել ջուրը հոսում է, խմելու ջուրը, իսկ թե ով պիտի սրա դեմը առնի, երևս Իդեպ Վեոլիա ջուրը պատրաստակամություն է հայտնել վթարը վերացնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի կարողանան քանդել ճանապարհը։ Սա պետք է մտահոգի Երևանի քաղաքապետարանին, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին եւ եթե համատիրություն կա կամ շենքը կառուցապատողին, որպեսզի
շատ արագ այս խնդիրը լուծեն։ Մի ամբողջ բարձրահարկ շենք, այդ թվում կինոյի տունը դառնում է վթարային, եթե սրա դեմը չառնեն։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։